Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը, որտեղ նկարագրվում է արարչագործության երկրորդ փուլը, այսինքն երբ նյութական աշխարհը արդեն լցվում է կենդանի էակներով։ Մենք տեսանք, որ արիացիները մեզ հետաքրքրող ուրեմն շերտի մեջ, իսկ մեզ ամենաշատը հետաքրքրում է Բաղավատամը հոգու մաքրագործման ընթացքի հետ կապված, որովհետև այստեղ շատ ծածկագրեր կան, ինչպես տեսնում եք, կապված հերոսների անունների, նրանց կատարվող ֆունկցիաների եւ այլնի հետ, մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչպես է ընդհանրապես տեղի ունենում հոգեբանական process-ը, թե ինչպես են նյութական աշխարհ գալիս կենդանի էակները, հա, ինչ սկզբունքներով են գալիս, ինչ նպատակներով են գալիս, ինչ հոգեբանական վիճակով են գալիս եւ համապատասխան նկարագրվում են նաեւ այն սկզբունքները, որոնք այս աշխարհից դուրս կարող են բերել կենդանի էակին եւ սա ինքը շատ կարեւոր ուրեմն կետ է։ Հիմա մենք ուրեմն տեսանք ձեզ հետ, որ Տեր Բրահման, երբ որ ինքը սկսեց երկրորդական արարչագործությունը, այսինքն արիացիները, այս կետից սկսենք, արիացիները իրենք նկարագրում են, որ նյութական աշխարհում առաջին հերթին արտահայտվում է ոչ մի Ադամի Եվայի պատմություն այստեղ չի քննարկվում, որ նյութական աշխարհում առաջին հերթին արտահայտվում է կենդանի էակի նյութական բանականությունը։ Ինչ է նշանակում նյութական բանականություն։ Նյութական բանականություն դա նշանակում է, որ անձնավորությունը ինքը հետաքրքրված է միայն եւ միայն իր սեփական երջանկությամբ։ Արիացիները այստեղ մենք ձեզ հետ դա շատ ենք քննարկել, ավելացնում են եւս մի գաղափար, իրենք ասում են, այո, կա կոնցենտրացված էգոիզմ եւ տարածված էգոիզմ։ Կոնցենտրացված էգոիզմը ինքը խոսում է նրա մասին, որ անձնավորությունը, ինչպես ես արդեն ասեցի, կենտրոնացված է միայն եւ միայն իր վրա։ Ինչպես եմ զգում ինձ ես այս աշխարհում։ Ինչ է այս աշխարհում կատարվում իմ հետ եւ իմ շուրջը։ Всё։ Տարածված էգոիզմը դա այն ուրեմն էգոիզմն է, որտեղ կենդանեակը ինքը արդեն ունի անձնավորություններ, որոնց հանդեպ ինքը կապվածություն է զգում։ Եվ այդ ժամանակ նրանց հանդեպ, ում հանդեպ որ ինքը կապվածություն է զգում, իր համար կարևորվում է նաև այդ անձնավորությունների երջանկությունը։ Եվ դա արիացիները կոչում են տարածված էգոիզմ։ Դա ոչ թե բարիություն է, ինչպես կարող է թվալ, այլ տարածված էգոիզմ։ Եվ ուրեմն խոսելով նրա մասին, որ առաջի կենդանեակը, որը հայտնվում է նյութական աշխարհում, դա հենց բանականության մարմնավորումն է, դա նշանակում է, որ արիացիները իրենք ասում են, որ նյութական աշխարհում կենդանեակը ինքը առաջին հերթին արտահայտվում է որպես էգոիստական արժեքային համակարգ։ Դրանից հետո, ինչպես մենք տեսանք, Տեր Բրահման արդեն որպես անձնավորություն, չէ, ինքը մենք տեսանք, որ ինքը գերագույն Աստծո անձնավորության նվիրյալն է, եւ դա նշանակում է, որ այսինքն նյութական աշխարհում կան կենդանեակներ, որոնք իրենք պահպանում են իրենց կապը Աստծո հետ, հա, եւ այդ կապի մեջ, պահպանված կապի մեջ իրենք տրամադրություն ունեն անել ամեն ինչը, այսինքն շարժվել նյութական աշխարհում այնպես, ինչպես որ դա խորհուրդ է տալիս գերագույն Աստծո անձնավորությունը։ Մենք տեսնում ենք, որ արիացիների կատարմամբ այդպիսի խնդիր չկա, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անիծում է կենդանեակների նյութական գոյությունը։ Ինքը չի անիծում։ Ինքը հակառակը ասում է, այո, դու ուզում ես լինես երջանիկ առանց ինձ, խնդրեմ եղիր, բայց հավատա, որ ես մի քիչ ավելի իմաստուն եմ եւ համապատասխան մի փոքր ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչքան դժվար է ձևավորել երջանկություն, հա, երբ որ դու էգոիստ ես։ Ուրեմն, հիմա, իսկ ինչպես անել, որ լինելով էգոիստ, դու կարողանաս լինես երջանիկ։
Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, դա այն թեման է, որը ես մշտական նորից ու նորից շեշտում եմ, հա, որ կենդանիակները իրենք նյութական աշխարհում այդ էգոիստական ցանկությունները իրականացնելու համար մտնում են իրար հետ մրցակցության եւ թշնամանքի դաշտ։ Երբ որ իրանք մտնում են այդ դաշտ, չէ, այդտեղ ինչ որ մեկի երջանկության մասին խոսալը ընդհանրապես ուրեմն դառնում է ավելնորդ։ Ինչպիսի կոնստրուկցիա ունի նյութական աշխարհը։ Նյութական աշխարհի կոնստրուկցիան ինքը կայանում է նրանում, որ այստեղ ինչ որ մի բանը, ես միշտ ասում եմ, ինչ որ մի բանը ձեռք բերելը, դա դեռ քիչ է։ Ինչու՞։ Որովհետև նյութական աշխարհ գալիս են էգոիստ եւ նախանց կենդանիակները, հատկապես նախանց, չէ՞։ Եվ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ երբ որ մենք ինչ որ մի մեր ցանկությունը կարողանում ենք իրականացնել եւ այդ ցանկության մեջ մեզ երջանիկ ենք զգում, անմիջապես հայտնվում են կենդանիակներ, որոնք իրենք նախանձում են հենց այդ իրողությանը, որ մենք հասել ենք նրան, ինչ որ մենք ուզում էինք, հա, եւ ուրեմն կարողանում ենք վայելել այս աշխարհում մեր գոյությունը։ Այդ նախանձի հիմքի վրա կենդանիակը ինքը բնականաբար ունենում է մի ցանկություն, որպեսզի այն երջանկությունը, որը մենք ձեռք ենք բերել եւ որը վայելում ենք, մենք կորցնենք։ Ուրեմն սթափ մարդիկ, չէ՞, սա շատ կարևոր է, որտեղ հոգևոր դաշտում մարդիկ իրենք շատ հաճախ գնում են կամ լսում են այնպիսի խորհուրդներ հոգևոր, այսպես կոչված հոգևոր մարդկանց կողմից, չէ, որտեղ իրենք բացարձակապես սկսում են անտեսել նյութական աշխարհի իրականությունները։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր թեմա է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ արիացիները իրանք շատ հետաքրքիր մոտեցում ունեն հոգևոր կյանքին։ Հա, իրենք ասում են, հոգևոր մարդը դա այն մարդն է, որը տիրապետում է աստվածային գիտելիքի։ Ինչ է նշանակում, որ ինքը տիրապետում է աստվածային գիտելիքի։ Դա նշանակում է, որ ինքը ղեկավարվում է գերագույն Աստծո անձնավորության իմաստությամբ։ Իսկ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է. ես դեմ չեմ, եթե դու ուզում ես երջանիկ լինես նյութական աշխարհում, եղիր, բայց սթափ մնա։ Սթափ մնա, որովհետև նյութական աշխարհը դա նախանց կենդանիակների աշխարհն է։ Հասկանում եք։ Եվ երբ որ դու հասնում ես երջանկության, դու պիտի այսպես սթափ հասկանաս, որ մարդիկ են լինելու, որոնք իրենք քո երջանկությունը չեն կարողանալու տանել։ Թեկուզ դու դա չես անում իրանց հաշվին։ Հա, ասենք, դա կապ չունի բոլորովին։ Եթե ինքը չի հասել իր երջանկությանը, ինքը նախանձում է, եթե դու հասել ես քո երջանկությանը։ Եվ դրա համար նյութական աշխարհի կառուցվածքը ինքը այնպիսին է, որ երբ որ դու ինչ որ մի բանի այստեղ հասնում ես, դու պետք է սթափ լինես եւ հասկանաս, որ այ հենց որ դու ինչ որ մի բանի հասար, շատ կարևոր է կարողանում ես արդյոք դու ապահովել պաշտպանությունդ։ Որովհետև եթե դու ի վիճակի չես քո պաշտպանությունը իրականացնել, ապա ուրեմն դու կենթարկվես հարձակումների եւ կկորցնես այն ամենը, ինչ որ ձեռք էիր բերել։ Շատ կարճ, սովորական խոսակցություն է այստեղ տեղի ունենում։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այնպես են նկարագրում, ոչ մի առանձնապես բան տեղի չի ունեցել։ Կենդանիակը ինքը սխալ ինչ-որ մի հատ կոնցեպցիա է առաջ քաշել, որ ինքը անկախություն է ուզում, հա, որպեսզի ինքը որոշի իր տեղն ու դիրքը բազմազանության մեջ, չէ՞։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը ասում է շատ բարի, ուզում ես դա փորձարկես, խնդրեմ քեզ տարածք դրա փորձարկի։ Սա մենք բազմիցս դες հետ քննարկել ենք։ Ուրեմն մենք տեսանք, որ առաջին հերթին հայտնվեց նյութական բանականությունը եւ այդ նյութական բանականությունը ինքը
առաջ քաշեց այն սկզբունքները, չէ, առաջի հերթին առաջ քաշեց այն սկզբունքները, որոնցով ղեկավարվում էին նյութական աշխարհում ապրող կենդանի էակները, չէ՞։ Եվ ամենահիմնական գաղափարը, որ արիացիները այդտեղ առաջ քաշեցին, դա նա էր, որ նյութական աշխարհում ապրող կենդանի էակները իրենք ղեկավարվում են ինքնախաբեությամբ։ Եվ ինքնախաբեության ամենակարևոր գործոնը դա նա է, որ Գերագույն Աստծո անձնավորության մասնիկ հանդիսացող կենդանի էակը, այսինքն անբաժանելի մասնիկ, որը ասենք ինքը չի կարող խոսել նույնիսկ անկախության մասին, չէ՞, ինքը ուրեմն առաջ է քաշում այն գաղափարը, որ ինքը ուրեմն ուզում է լինել անկախ, որ ինքը կարող է լինել անկախ։ Մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ հանգիստ, շատ այս հանգստությունը, Քրիստը որ ասեմ, ինձ առանձնապես շատ դուր է գալիս, էլի։ Ինքը շատ հանգիստ մի կողմ է քաշվում, բախկվում է կենդանի էակներից, հա, եւ մենք դες այդ խոսել ենք դրա մասին, որ արիացիները իրենք մի հատ շատ կարևոր գաղափար են առաջ քաշում, դա իլյուզիայի գաղափարն է, մայայի գաղափարը, չէ՞։ Եվ իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, նյութական աշխարհը ինքը անկախության իլյուզիա ստեղծող աշխարհն է։ Այսինքն, երբ որ իրականում, երբ որ մարդը ինքը սթափ է նայում այս աշխարհին, ինքը պետք է պարզ տեսնի, որ այս աշխարհը ենթարկվում է կառուցվածքի։ Իսկ կառուցվածքը միշտ նշանակում է սիստեմայի, էլի, իսկ կառուցվածքը ինքը միշտ նշանակում է, որ կա ղեկավար։ Իսկ եթե կա ղեկավար բանականություն, դա միշտ նշանակում է, որ այս ամեն ինչը արարվել է այդ անձնավորության կողմից եւ ըստ իրավմտադրությունների, հա, եւ կենդանի էակը ինչքան էլ ուզում է կներեք կոպիտս արտահայտությանս համար իրան պատը տա, ինքը չի կարող, հասկանում եք, ինքը չի կարող դուրս գալ այդ արարչի, որին մենք կոչում ենք Աստված, հա, այդ անձնավորության մտադրությունների սահմաններից դուրս, հա։ Ինչու համար, որովհետև կենդանի էակները, երբ որ իրենք այդ անկախության ցանկությունն են ունենում, չէ, ես նորից եմ կրկնում, անկախության մեջ իրանք երջանկության պայքարի մեջ են մտնում, որովհետև բոլորը ուզում են լինել առաջինը այդ գործում, հա, եւ այդտեղ թշնամանք է լինում եւ մրցակցություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ երբ որ կենդանի էակը նյութական աշխարհում ինքը փորձում է իր ցանկությունները իրականացնի, հիմնականում ինքը նեղություն է պատճառում ուրիշ կենդանի էակներին։ Եթե դա իրականացնում է թշնամանքի կամ մրցակցության միջոցով։ Հասկանում եք, չէ՞, այսինքն միշտ կան պարտվածներ։ Հիմա այդ դրա մեջ նշանակում է, որ միշտ կան կենդանի էակներ, որոնք ընկան տառապանքի դաշտը, չէ՞։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է. «Այ դու մոլեգնած այսպես քո երջանկությամբ պատրաստ էիր ուրիշ կենդանի էակներին դժբախտացնել»։ Ուրեմն օրենքը ինքը մնալու է այսպիսինը. դուք իմ անբաժանելի մասնիկներն եք։ Եվ իմ մտադրությունը եղել է այն, որ դուք բոլորդ լինեք երջանիկ։ Դուք չեք կարողանում, այդ ինչ որ ձեզանից ինչ որ ազնվորություններ չեն կարողանում հանդուրժել ուրիշի երջանկությունը։ Ուրեմն ես տալիս եմ ձեզ նյութական աշխարհը, գնում եք այնտեղ, բայց օրենքը միևնույնն է ես եմ հաստատելու։ Եվ այդ օրենքը ինքը լինելու է այսպես. դուք դուրս եկեք իմ մտադրության դեմ եւ պատրաստ եք դժբախտություն պատճառել իմ իսկ ուրիշ մասնիկներին, որպեսզի դուք լինեք երջանիկ։ Ես չեմ խանգարելու ձեզ դա անել։ Այն նյութական աշխարհում սա շատ կարևոր գաղափար է։ Ես ձեզ չեմ խանգարելու, որ դուք դա անեք։ Բայց անելուց հետո պարտադիր պատասխանատվության եմ ենթարկելու։ Այս է այն մասը, որտեղ կենդանի էակները նյութական աշխարհում իրանք ուրիշ բանաձև են ուզում։ Իրանք ուզում են, իրանք ինչ ուզում են, ում հետ ուզում են անեն,
հետո իրանք լինեն երջանիկ։ Գերագույն աստվածավորությունը ասում է դա այդպես չի աշխատելու։ Եթե դուք տառապանք եք պատճառելու, ուրեմն տառապանք էլ ստանալու եք։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, բանը Եվ տեսանք, որ Տեր Բրահման ինքը առաջին հերթին այդ ինքնախաբեության բանի սկզբունքները հաստատեց, չէ՞, եւ դրանից անմիջապես հետո ինքը զգաց, որ պայսեց իր դուրը չի գալիս, ինչու, որտեղ ինքը նվիրյալն է Աստծո։ Իր դուրը չի գալիս այն ինչ որ կատարվելու է դիտական աշխարհում։ Ինքը համարվեց, որ ինքը պղծվեց այդ բաները բանանելուց, չէ՞, ինքը կենտրոնացավ Գերագույն Աստծո անձնավորության վրա, որպեսզի նորից մի հատ թարմացնի իր մեջ այդ գիտակցությունը, որ այդ սկզբունքները իրանք անհրաժեշտ են նյութական աշխարհում, եւ դրանից անմիջապես հետո արարվեցին իր առաջի որդիները, այսինքն կումարները։ Եվ կումարները իրանք այդ ազատագրման նյութական աշխարհից դուրս գալու սկզբունքներն էին։ Եվ այդ Տեր Բրահման ինքը որպես նվիրյալ առաջի հերթին դրանով լցրեց այս աշխարհը։ Այս աշխարհից դուրս գալու ճանապարհը, չէ՞, այսինքն ինքը մցրեց այս սկզբունքները, որի հիմքի վրա կենթանիակը ինքը դեգրադացիա է ապրում եւ հոգեվոր աշխարհից գալիս մտնում է նյութական աշխարհ, եւ դրանից անմիջապես հետո արարեց այս աշխարհից դուրս գալու սկզբունքները, որտեղ 4 գումարները մենք ցես հետ քննարկեցինք, որ իրանք գիտելիքի, հրաժարման, յոգայի, այսինքն պրակտիկայի եւ ազատագրման սկզբունքներն էին, չէ՞, բան ճգտության սկզբունքներն էին, որ այդ սկզբունքներով, այդ սկզբունքներին հետևող անձնավորությունները իրանք շատ արագ գալիս են նյութական աշխարհի ազդեցությունից ազատվելու դիրքին։ Հիմա, եւ որ ինքը արարեց այդ սկզբունքները, փաստացի ստացվում է, որ իր ներքին ցանկությունը դա նա էր, որ նյութական աշխարհում կենթանիակներ, այսպես պատկերավոր որ ասեմ էլի, sense հենց գան, միանգամից ուզենան գնան հոգեվոր աշխարհ։ Եվ դրա համար ինքը այդ երեխաներին, որոնք իրանք ազատագրման սկզբունքներ էին, ասեց դե հիմա գնացեք երեխաներ ունեցեք։ Եվ իրանք ասեցին կդրեք բայց նյութական աշխարհը լցվում է ոչ թե այն կենթանիակներով, որոնք անմիջապես ուզում են նյութական աշխարհից հեռանալ։ Ինքը պետք է լցվի այն կենթանիակներով, որոնք որ ուզում են գոյություն ունենալ այս աշխարհում եւ անցնել այն փորձը, ինչի համար որ այս աշխարհը նախատեսված է։ Եվ գումարները իրանք հրաժարվեցին։ Եվ մենք խոսեցինք նրա մասին, որ գումարները իրանք նկարագրվում են որպես 5 տարեկան երեխաների մարմնի նման մարմիններ ունեցող, հա, իրանք ընդհանրապես նյութական աշխարհում ոչինչ չունեն։ Այսինքն իրանք ոչ տուն ունեն, ոչ տեղ ունեն եւ ոչ էլ նույնիսկ հագուստ ունեն։ Իրանք մերկ են ման գալիս, հա, եւ իրանք երբեք իրանցից ոչ մեկը այսինքն հենց ինքը մարմինը իրանց այնպես է կառուցված, որ սերմնահեղուկ չի ձևավորվում։ Դրա համար էլ 5 տարեկան երեխա։ Հա, այսինքն որ այդ սկզբունքները իրենք նյութական աշխարհի գոյությունը ավելացնող չեն։ Բայց Տեր Բրահման ինքը մնաց չբավարարված, որովհետև ինքը գիտակցում էր, որ իր նվիրված ծառայությունն է նյութական աշխարհը լցնել կենթանիակներով, իսկ ինքը ուզում էր առաջի հերթին այդպիսի կենթանիակներով լցնել, որոնք հենց գան ուզենան պահնեն։ Հասկանում եք, եթե էությամբ ենք խոսում, էլի։ Ինքը մնաց չբավարարված, այդ չբավարարվածությունից ծնվեց ռուդրան, այսինքն ջղայնությունը։ Այդ չբավարարված իրականում այդքան ինչ որ ինքը նես կատաղած չէր, էլի, ինքը ուղղակի անբավարար, չբավարարված էր։ Մենք ձեզ հետ բավականին երկար խոսեցինք, չէ, հիմա տեսեք ուրեմն բանականությունը, որը ինքը գնահատեց, որ բանը, ասեք, որ նյութական աշխարհը ինքը այդքան էլ լավ աշխարհ չի, հա, եւ այստեղից պետք է շատ արագ հեռանալ, հա, երբ որ արարվեցին այդ շատ արագ հեռանալու սկզբունքները, ինքը մերժում ստացավ, որ դա սխալ գաղափար է, հա, եւ ինքը դրանից ջղայնացավ։ Եվ առաջ եկավ ուրեմն արարվեց Տեր Ռուդրան։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը ընդհանրապես չդիմադրեց այդ ջղայնությանը։ Եվ ուրեմն, այսինքն դա ինչ է, դա նյութական աշխարհում
նյութական աշխարհին տրանսֆորմացիա տալու հնարավորության սկզբունքներ։ Այսինքն եւ նյութական աշխարհը ինքը այդպիսի կառուցվածք ունի, որ որպեսզի ինչ որ մի բան արարվի, հա, ինչ որ մի բան ոչնչանում է։ Այսինքն ամեն ինչը ունի իր համար հատկացված ժամանակը, սա շատ կարևոր է, որովհետև կենդանիատները իրենք նյութական աշխարհում շատ հաճախ պայքար են ծավալում նյութական աշխարհի դեմ։ Հասկանում եք։ Հիմա ինչի մասներ է դա խոսքը, որ նյութական աշխարհը մտավ այդ սկզբունքը, չէ՞, եւ մենք տեսեք բավականին հույսով եմ, որ բավականին հասկանալի խոսակցություն վարեցինք, որպեսզի այսպես հիմնովին փոխենք մեր տրամադրությունը, մեր վերաբերմունքը ջղայնության, տրանսֆորմացիաների, մահվան, ոչնչացման սկզբունքի հանդեպ։ Հասկանում եք, որ այո, իհարկե, հավերժ կենդանիակը ինքը միշտ սարսափում է այդ գաղափարից։ Այդպես չի, որ մենք դա չենք հասկանում։ Իհարկե, կենդանիակը ինքը միշտ այդ գաղափարից սարսափում է, որ կարելի է մահանալ, չէ՞, որ ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է, որ դա անխուսափելի է։ Հասկանում եք։ Այո, իհարկե անխուսափելի է։ Բայց եթե մենք այսպես կոչված այդ խեղճ ջայլամները իրար տեսված չեն անում, բայց բոլոր դեպքերում այսպես կոչված ջայլամի քաղաքականությունն ենք վերցնում եւ գլուխներս նստում ենք հողի մեջ, մտածում ենք, որ ոչ մեկ մեզ չի տեսնում, չէ՞։ Ուրեմն նույնն էլ դա է, որ տեսեք արիացիները իրենք փորձ են կատարում հասնել, շատ ուժեղ հոգեբաններ են իրանք փորձ են կատարում հասնել նրան, որպեսզի անձնավորությունը ինքը ճիշտ վերաբերվի մահվանը, ճիշտ վերաբերվի ոչնչացմանը։ Հասկանում եք, հա? Տեսեք օրինակ, չէ՞, ասենք նույնիսկ պատմական իրադարձությունները, որոնք իրանք տեղի են ունենում, չէ՞, որ ասենք մեկ էլ ինչ-որ միտեղ մի հատ ինչ-որ պատերազմ է սկսվում, հա? Իմաստուն մարդը ինքը միանգամից հասկանում է, սա հիմա եկել է ժամանակ, չէ՞, մի բան ես նայում, ում վրա որ հարձակվել են, այդ հարձակվածները իրանք անմեղ են, թե չէ։ Չէ՞, մենք դες այդ քննարկել ենք մեղավոր մեղքի այդ ամենանը պլինտուսից ցածր, որ դրանից ցածր էլ արդեն չգիտես ինչն է, էլի։ 4-ը մեղքի սիմպտոմները, չէ՞, մսակերությունը, ինտոքսիկացիաների հանդեպ հակումը, ազարտ խաղերի հանդեպ հակումը եւ չղեկավարված սեռական կյանքը, ուզում է դա լինի ընտանիքի մեջ, թե ընտանիքից դուրս։ Հասկանում եք, եւ տեսեք ասենք, չէ, երբ որ անձնավորությունը ինքը խրված է այդ 4 մեղքերի մեջ, դա արդեն նշանակում է, որ այդտեղ ապրում են ոչ առաքինի կենդանիակներ, որոնք իրենք բնականաբար իրենց պահվածքի մեջ, իրենց արարքների մեջ եւ այլի մեջ ինչ որ ռեակցիաների են արժանանում, չէ՞։ Այսինքն, եթե մենք նայում ենք եւ տեսնում ենք, որ հարձակումը տեղի է ունեցել անմեղների վրա, այսինքն, երբ որ մարդիկ իրանք, ասենք, այդ տարածքը ենթադրենք մաքրության սկզբունքներ է պահում, այսինքն բուսակեր է, ուրեմն բան է, ինտոքսիկացիաներից ազատ է, այստեղ մտնում է ծխախոտ, խմիչք, սուրճ, չէ, այն ամեն ինչ, ինչ որ թմրեցնում է բանականությունը, չէ, ուրեմն դրանից ազատ է, ազարտ խաղերի մեջ չի մսխում ձեռք բերածը, հա, եւ կարգավորված սեռական կյանքով է ապրում։ Երբ որ այդ ամեն ինչը տեղի է ունենում եւ կա հարձակում, այդտեղ մենք պետք է համոզված լինենք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի թողնելու, որ հարձակվողը դա մարսի։ Հասկանում եք։ Բայց եթե մենք տեսնում ենք, որ այն տարածքը կամ այն անձնավորությունը, որը ինքը ենթարկվեց հարձակումների եւ ինքը այդ մինիմալ, որտեղ մարդիկ մենք այնքան համատարած ենք հիմա թաղված այդ 4 սկզբունքների մեջ, չէ, որ մեզ համար դա նորմա է, մենք դա չենք մտածում, որ դա ինչ-որ մի արտասովոր բան է,
Չէ, բայց իրականում, ասենք, գերագույն աստվածավորության տեսանկյունից, դա հենց է, մենք առաջի երկում այդ խնդիրը նայել ենք, դրա համար ես նրանք, ովքեր որ միշտ նայել են, նրանք քաջատեղյակ են այս թեմայից։ Մենք տեսանք, թե Կալին ինքը ինչպես մտավ, չէ, եւ Պարիքշիտը ինքը իրան որ կետերում թույլ տվեց, որ ինքը գոյություն ունենա, այսինքն աստվածամերժության սկզբունքները, սատանիզմը, կարոջը, եթե տենց բան լեզվով խոսանք, չէ։ Հասկանում եք։ Եվ Ապարիքշիտը ինքը ասեց, այստեղ կարող ես ապրես, այստեղ։ Չէ՞։ Հիմա տեսեք, չէ՞։ Երբ որ մենք տեսնում ենք, որ հարձակումը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ որ այդ 4 մեղքերը այսպես ծաղկում են, մենք պիտի հասկանանք, որ այդ հարձակումը ինքը անմեղք չի։ Այսինքն արդեն բան է, էլի մեղքերը այնքան են կուտակվել, որ այդ մարդը կամ այդ ազգը կամ այդ պետությունը, այդ կայսրությունը ինքը արդեն արժանի է, որ վերանա։ Հասկանում եք, եւ իրանց վերացնելուց հետո այդպիսի անձնավորությունները իրանք ոչ մի պատիժ չեն կրում։ Հասկանում եք, սա շատ լուրջ թեմա է։ Ես ուղղակի արդեն հույսս կտրել եմ, որտեղ ինչ-որ պրոցեսներ կան, որ այդտեղ արդեն ոչ մի բան հնարավոր չի անել։ Դա համար չեմ շեշտում, չեմ բանանում, որտեղ ելք չեմ տեսնում, էլի, եթե ելք տեսնեի կպայքարեի, բայց հասկացողները իրանք հասկանում են, որ ես այլևս ոչ մի բանի համար չեմ պայքարում։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Ուրեմն սա շատ կարևոր թեմա է, որ մենք կարողանանք հասկանալ, թե այս պահին ընդհանրապես ինչ է տեղի ունենում, հա, եւ այդ ունակությունը, մենք այդ ավերիչ սկզբունքի վրա պիտի ձեռք բերենք, էլի, որպեսզի հասկանանք, որ ամեն մի ավիրում չի, որ վատ է, կամ ամեն մի ավիրում չի, որ չենք վաստակել։ Հասկանում եք, չէ՞։ Այո, իհարկե, երբ որ անմեղության վրա է ինչ-որ հարձակում կատարվում, ես նորից եմ ասում, այդտեղ անհնար է, որ գերագույն աստվածավորությունը ինքը ես ահավոր ցայտուն օրինակներ կարող էի բերեի, եթե այդ օրինակները այդքան ցավալի չլինեին եւ ես վստահ եմ, որ ինչ-որ շատ վատ ռեակցիա կստանամ, եթե ես այդ օրինակները բերեմ, որպեսզի մենք կարողանանք տեսնել, թե որտեղ է այդպիսի դեպքեր եղել, չէ, երբ որ անմեղության վրա հարձակում է կատարվել եւ գերագույն աստվածավորությունը ինքը անպայման պարտք չի մնացել։ Միայն մի օրինակը կարող եմ բերեմ, չէ, որ ինքը այսպես էլի բոլորի համար ընդունելի է, դա այդ օրինակն է, որ այն բարբարոսությունը, ինչպես որ վարվեցին հռոմեացիները, ազգությունը չնշենք էլի, հռոմեացիները Հիսուսի եւ նրա առաջին հետևորդների հետ, հա, այդ կայսրությունը հենց վայրենիների ձեռքով էլ վերացավ։ Չէ, մի ամբողջ ահռելի կայսրություն այն ժամանակվա համար հենց բարբարոսների ձեռքով էլ վերացավ եւ վերացավ բարբարոսաբար։ Հա, եւ այն ամեն ինչը թե ինչպես վերացավ, թե ինչպես եկան, ինչպես ավիրեցին, ինչպես կողոպտեցին, այդ ամենը մեկը մեկին նման էր, երբ որ այդ անմեղ մարդկանց, որոնք իրանք մաքրության հետևից փորձեցին գնան, չէ, իրանց տվեցին առյուծներին կերակուր։ Ու տվեցին էդի հերիք չի, համել հավաքվում նստում էին ու ուրախությամբ նայում էին, թե ինչպես են առյուծները անմեղների մարմիններ հոշոտում։ Հասկանում եք, այսա ինքը հնարավոր չի մարսել։ Գերագույն աստվածավորության վերաբերմունքը սա է։ Հիմա, սիրելիներս, չէ, այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ մենք հասկացանք, որ այո, ավիրման պրոցեսներ կան, որոնք իրենք արժանացել են, կամ ավիրման պրոցեսներ կան, որոնք իրենք բան են, էլի, ժամանակի հոսքն է այդպիսինը։ Հիմա այս գաղափարները կամ այս ցանկությունները պիտի փորձեն իրականանալ։ Հասկանում եք։ Այսինքն ինչի համար է նյութական աշխարհը ստեղծված։ Նյութական աշխարհը ստեղծված է նրա համար, որպեսզի էգոիստ հոգին ինքը տեսնի, թե հենց որ իր ձեռքն են գնում
աշխարհը ձևավորելու հնարավորությունը ինքը իրականում կներեք էլ այստեղ չեմ կարող ուրիշ խոսքով ասեմ ինչ այլանդակություն է ստեղծում որտեղ ինքը մնում է ուղակի այսպես աստծու տեղ գերագույն վայելողը եւ մնացած բոլորի հանդեպ այնպիսի մի հատ դաժանություն է ձևավորում որ սա չգիտեմ էլի այս տնավարի ասած բենզինը լստես վառս քիչ է հասկանում եք չէ այս փորձի մասին է խոսքը հիմա ինչ որ մեկին գալիս է ինքը մտածում է որ եթե ես լինեմ ինչ որ մի բանի առաջնորդ այ բոլորը sense երջանկությունից կմեռնեն իրան տալիս են այդ հնարավորությունը ինքը սարքում է ամեն ինչը այլանդակություն աստված ասում է դե քո թատրոնի ժամանակը բրծավ արի դու իջի հիմա այս ազնվորությունն է ինքն էլ այսպես է մտածում որ այդ հարցը լուծելու է արի դու տեսնեք դու ինչ ես անելու դու ինչի ես վերածելու այս աշխարհը հասկանում եք հիմա դուք կարող եք ասեք բա դա արդար է այսինքն ստացվում է որ ինչ որ մի հատ երկու մարդ իրանց ապուշ գաղափարների իրականացման համար հազարավոր մարդիկ տուժում են հազարավոր հոգիներ տուժում են իհարկե ոչ որովհետև այդ ամենը չէ այն որ ասում են ամեն ազգ ինքը արժանի է իր ղեկավարին, չէ, այդ ամենը մենք պետք է հասկանանք, որ այդ ազնվորությունները, որոնց հիմա հնարավորություն է տրվում բաների ճակատագրեր բանանել, որոշել, չէ, իրանք էլ, այո, դա իրապես այդպես է։ Իրանք էլ գալիս են այնտեղ, որտեղ որ ապրում են ազնվորություններ, որոնք դրան են արժանի։ Հասկանում եք, այստեղ ոչ մեկ բացառապես ոչ մեկ նյութական աշխարհում ոչ մի բացի այն դեպքից, երբ որ ինքը մաքրության սկզբունքների հետևորդ է, բացի դրանից ոչ մի ազնվորություն նյութական աշխարհում չի կարող իրեն թույլ տալ մտնել զոհի կարգավիճակ։ Հասկանում եք, իսկ ինչ վերաբերվում է նրանց, ովքեր որ մաքուր կյանքով են ապրում, եթե իրանք ճիշտ իմաստության մեջ են հաստատված, չէ՞։ Իրանք էլ իրանց ելակետն էլ ուրիշ է, իրանք երբեք չեն էլ նեղանում իրանց հետ ինչ որ անում են, դա Աստված է նեղանում։ Աստված է ջղայնանում, այլ ոչ թե այդ ազնվորությունը, չէ՞։ Եվ Հիսուսը այդտեղ իդեալական օրինակ է, հա, որը ինքը վերջում ասեց, ների իրանց չէին հասկանում, ինչ արեցին, եւ երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ եղավ այդ ազնվորությունների հետ կամ նրանց պետության կամ նրանց ազգության հետ այլ որ իրանք այդ ամեն ինչը արեցին մենք տեսնում ենք որ Աստված չներեց իրականում ինքը չընդունեց իր որդու խնդրանքը եւ ոնց որ ասում են բոլորի քթերից բերեց այդ ամեն ինչը հասկանում եք սիրելիներս չէ ուրեմն այս ամեն ինչը ինքը շատ կարեւոր բաներ են էլի խնդիրներ են հիմա սիրելիներս ոնց որ ասենք նու այդ համարցակ բան ասեմ այդ տեսանկյունից չէ ասենք մարդիկ կան որոնք այո իհարկե դա ասենք միշտ մտածում ես ինչու այդպես եղավ կամ ասենք ինչու էր հնարավոր Եվրոպայում այդ երկրորդ համարը դա համաշխարհային չէր էլի այդ համաշխարհային պատերազմ երբեք չի լինում միշտ կան պետություններ որոնք իրանք խաղաղ ապրում են թեկուզ եւ ինչ որ մի վայրում բոլորը իրար կոտորում են չէ ու ասենք այդ իմенно Եվրոպայում էր տեղի ունենում այդ ամեն ինչը չէ ասենք ինչի հիմքի վրա էլի այդքան մարդ կոտորվեց ովքեր էին այդ հոգիները որոնք իրենք այդպիսի տառապանքների արժանացան կոնցլագերների չգիտեմ ինչի մասներ ընդհանրապես խոսքը իսկ ով ասեց որ այդտեղ այդ բաների մեջ մասնակից չէին օրինակի համար եմ ասում այն հոգիները որոնք դարեր շարունակ ինկվիզիցիա էին իրականացրել Եվ ով ասեց, որ այդ ավիրումները, որը տեղի ունեցավ այդ դաշտում, այդ քանակությամբ, ամեն ինչը փլուզվեց, չէ՞, քարը քարին չէր մնացել, չէ՞, հետո փլատակներից նորից կանգնացրեցին։ Հասկանում եք, եւ դա հենց այն տարածքներն էին, չէ՞, որտեղ ինկվիզիցիան էր ծաղկում։ Եվ այո, ժամանակը գալիս է, Գերագույն Աստծո ազնվորությունը քաղաքն հավաքում է եւ սկսում են ինչ-որ ռեակցիաներ գնալ։ Ռեակցիան վերջանում է, ամեն ինչը ինքն իրան մեկ էլ տեսնում ես լավ, բան եղավ, ոնց որ տեսնամ ոչ էլ եղել է։
Հասկանում եք, ուրեմն այսա ինքը շատ կարևոր մշակույթ է ներքին, եթե մարդը ինքը ճիշտ է հասկանում նյութական աշխարհի կառուցվածքը։ Հասկանում եք, մենք ասենք ջղայնությամբ ենք լցվում, չգիտեմ ինչ ենք անում, արդարություն ենք ուզում։ Գիտեք, իսկ մեկ օրինակ ասենք ճիշտը որ ասեմ, չէ, այ որ մեղավոր հոգիները իրանք, այսպես էլի կրոնական լեզվով եթե ասեմ, երբ որ մեղքի մեջ թաղված հոգիները, իրանք երբ որ իրանց արդեն գալիս է այդ մեղքի դիմաց պատիժ ստանալու ժամանակը, Աստծուն են դիմում արդարություն խնդրելով, ես միշտ մտածում եմ, ասում տես հիմա, իրանք իրանց լեզվ, իրանց բերանով արդարություն են խնդրում։ Ես սարսափում եմ օրինակ, երբ որ այդպիսի այ մեղքի մեջ թաղված անձնավորությունները իրանք արդարության հարց են բարձրացնում։ Ես ասում, սա ոչինչ չեն նկատում, ինչ են խնդրում Աստծուց։ Աստված ինքը արդեն այդ արդարությունն է սկսել։ Ու փոխարեն ուշքի գան։ Ու բանալեր այդ որ տենց են խնդրում այդ ինչ են ասում, ասում են մենք մնանք սենց մեղավոր ոնց որ կանք, ու թող մեզ ոչ մի բան ոչ մեկ չանի։ Բայց իմաստունը ինքը հասկանում է, որ Աստված հենց այդ մեղավորության դիմաց պատիժն է սկսել արդեն։ Եվ դա անպայման հա ինչ որ մեկի ձեռքով պիտի արվի։ Հասկանում եք։ Եվ այ հենց այդ պարագայում մի բան էլ իրանք են ավելացնում, արդարություն են խնդրում։ Ու հետո չեն նկատում, որ երբ որ իրանք արդարություն էին խնդրում, ավիրում տեղի ունեցավ։ Հա, մարդիկ մտածում են, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ցանկությունը չկատարեց, աղոթքին չպատասխանեց։ Իսկ միգուցե ժամանակն է նկատել, որ ինքը հենց կակռաս աղոթքին պատասխանեց։ Եվ արդարությունը հենց դա էր։ Արդարության հետ խաղեր անելը ահավոր վտանգավոր գործ է։ Արդարության թեմայի մեջ իմաստուն լինելը շատ կարևոր է։ Հասկանում եք։ Եվ մարդիկ փոխարեն գնան նստեն մտածեն, թե ինչի համար է այս ամեն ինչը տեղի ունենում, ինչ սխալ ունենք, ինչը պիտի փոխենք, ոնց պիտի ինչ-որ մի բանը ուրիշ ձևով անենք, ինչն ենք սխալ անում։ Իրանք ճշմարտություն ասում են, դու ձայնդ կտրիր տեղ, քեզ չլսենք, մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, եւ օրինակ ասենք, լավ, այդտեղ չխորանանք, հա, եւ ասենք, բան, հա, Աստված էլ ասում է, լավ, всё, ուրեմն դու ճշմարտություն այլևս մի չքննարկես ընդհանրապես, всё, ամեն մեկը մնաց իր կարծիքին, ով որտեղ ինչ մնաց, դա էլ կստանա։ Վերջ, հասկանում եք, Աստված ինքը շատ լուրջ անձնավորություն է, շատ լուրջ։ Մենք կարծում ենք, որ ինքը մեր ցանկությունների կամակատարն է, բայց դա այդպես չի, ինքը ահավոր լուրջ անձնավորություն է, որը ունի իր ստույգ կարծիքը ամեն ինչի մասին։ Եվ երբ որ ինքը ինչ-որ մի հատ որոշում է ընդունում, ինքը այդ որոշումների մեջ ահավոր հավասարակշիռ է, չէ։ Ինքը խո երեխա չի, որ անհավասարակշիռ որոշումներ ընդունի։ Եվ այո, իմաստությունը կայանում է հենց դրանում, որ կարողանաս հասկանաս, որտեղ է դա կենդանի էակների ագրեսիան, իսկ որտեղ է արժանացածը։ Հասկանում եք։ Չէ՞, ուրեմն, սիրելիներս, չէ՞։ Մենք տեսանք, որ այդ թեմայով Ռուդրան ինքը, Տեր Բրահման ինքը չհերքեց իր աջակայնությունը, չհերքեց տրասֆորմացիան, չհերքեց մահը եւ այլն, եւ ինքը Ռուդրային տվեց 11 անուն եւ տվեց համապատասխան քանակությամբ կանայք։ Մենք դες այդ քննարկեցինք, թե ուրեմն այդ ամեն ինչը ինքը ոնց է կառուցված եւ ինչի մասին է այդտեղ իրականում խոսքը։ Ռուդրան ինքը գնաց եւ սկսեց սերունդներ ունենալ։ Այդ սերունդները իրանք փորձ կատարեցին կլանել ամբողջ աշխարհը։ Այսինքն, ինչ է ուզում ասի, որ այն ջղայնությունը, որով կենդանիատները իրանք մտնում են նյութական աշխարհ, ամեն մի անձնավորություն ինքը պատրաստ է ոչնչացնել ամբողջ աշխարհը։ Հիմա ես մի փոքրիկ օրինակ բերեմ այստեղ։
Գիտեք, ասենք մենք թերագնահատում ենք, չէ, բայց իրականում մենք պետք է հասկանանք, որ հոգեբանները իրանք ճիշտ են հասկացել։ Ինչն են ճիշտ հասկացել, որ իրականում իրականությունը ինքը ձևավորվում է, չէ, այդ կոլեկտիվ բանից, կոլեկտիվ մստի ֆորմա, կոլեկտիվ մտածելակերպից, բառը չեմ կարող գտնել, էլի ասենք, ինչ է ինքը կոլեկտիվը, ինքը իրան ուզում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այս տեսանկյունից, չէ, տեսեք, օրինակ հներում անեծք կարող էին տալ, անեծքը ինքը արգելված էր արիական քաղաքակրթության մեջ, ամեն մի անձնավորություն չէր, որ իրավունք ուներ, անեծք արտասաներ, այսինքն արտաբերեր։ Անեծքի իրավունքը պատկանում էր միայն եւ միայն հոգեվորականների խավին, բրահմաններին։ Ինչու՞, որովհետեւ իրանք ամենաառաքինի անձնավորություններն էին, որովհետեւ իրանք իմաստուններ էին, եւ իրանք երբեք կրքերի, կապվածությունների, անարդարության հիմքի վրա անեծք չէին տալիս։ Հասկանում եք, երբեք։ Հիմա մի հատ անդրադառնանք մեր ժամանակներում, բայց հեռուդաշ չգնանք, հենց մեր երկիրը, մեր ազգը։ Դուք մոտավորապես պատկերացնում եք ամեն Աստծո օր, այսինքն են տղամարդկանց հələ հանգիստ թողնենք, կանանց բերաններից ինչպիսի անեծքներ են դուրս գալիս հենց մեր ազգի վերաբերյալ։ Էլ կոտորվեք, էլ գլուխները թաղենք, էլ ես ինչ բառեր ասես, բայց մարդը պիտի հասկանա, չէ, որ այդ ամեն ինչը ինքը ուժ ունի։ Եվ հենց դա է, որ ամեն ազնվորություն, հենց որ ինքը, ասենք, ինչ որ մի հատ, օրինակ, ասենց էլի, ինչ որ մի հատ հայ իրան նեղացրել է, ինքն էլ հայ է, իրար նեղացրել են, հա? Եվ ինքը միանգամից կարող է ընդհանրացնի։ Այ հայրը սաղետ է, գետի մտնեք, բարձրանեք ձեզանից գլուխները տաղեմ, չգիտեմ ինչ, չէ՞։ Ինչքան հաճախ ենք, չէ՞, մենք դա լսում։ Էդի չենք անում մենք ինքներս մեր հետ ընդհանրապես։ Այդ խուժանությունը, որ հիմա ընդհանրապես, այսպես էլի, որ ծաղկում է, ասես մի անգամից դուրս է եկել, որ ամբողջ հայ ազգը, դու փառք Աստծո ոչ ամբողջ, շնորհակալ եմ Աստծուց, հա, դրա համար, ասենք, որ ինչ որ այնպիսի քանակությամբ մարդիկ են դուրս եկել, որոնց այդ ներսի աշխարհը այդ ամենավերջի լպիր հայհոյանքներն են, չէ՞, որ մնում ես զարմացած, ոնց որ մի քանի տարի առաջ այս ամեն ինչը չկար, ես որտեղից դուրս եկավ այսքան մարդ, որ կարող է իրան այսպիսի բաներ թույլ տալ, բայց չէ՞ որ այդ ամեն ինչը իրան թույլ տալ էդի հեչ, բայց այդ ամեն ինչը հետևանք ունի, չէ՞։ Երբ որ մարդը ինքը այդպիսի անպատասխանատու ձևով, այդպիսի նեգատիվ բաներ է բերում իր սեփական երկրի մեջ, որտեղ հենց ինքն էլ ապրում է։ Սա ինչ է, սա հենց այն է, ինչ որ այլացիներն ասում են, տգիտություն։ Տգիտությունից արված հիմար քայլեր։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ երբ որ այդ ջղայնությունը ինքը սերունդներ տվեց, իրանք ուզեցան կլանեն աշխարհը։ Ռուդրայի անուններից մեկի մեջ կար այդ իմաստը, չէ՞, մահվան հանդեպ, չէ, բայց սկզբունքների մեջ կար մահվան հանդեպ վախը։ Այս անձամբ մարդ եմ ճանաչում, որը ինքը արդեն բավականին տարիքով է եւ հասկանում է, որ հետ առաջ արդեն ոչ մեկ չի կարող խույս տալ մահվանից, չէ՞, ինչքան ինչի հաշվին էլ ուզում է ճողոպրի ու կենթանի մնա, ոնց էլ ուզում է պայքարի, միևնույն է, մահը հետ առաջ գալիս է։ Ամբողջ գաղափարը կայանում է նրանում, թե ասենք մարդը ինքը ինչպես է զիջում իր կյանքը։ Հասկանում եք։ Այդ մարդը, որի մասին ես ասում եմ, իր մոտ դա այնպիսի ցայտուն է արտահայտված, չէ՞, օրինակ ինքը չի պատկերացնում, որ ինքը մահանալու է եւ աշխարհը կարող է իրեն թույլ տալ իրա չլինելուց հետո գոյություն ունենալ եւ այդ աշխարհում կարող են ինչ-որ մարդիկ իրանց երջանիկ զգալ,
նույնիսկ եթե դա Աֆրիկայում է, կապ չունի։ Հասկանում եք, եւ եթե իր ձեռքը ճարը լիներ, այս բանը վստահ ասում եմ, եթե իր ձեռքը ճար լիներ, ինքը մոլորակը կտրակացներ, որ բոլորը իր հետ միասին մահանային։ Հասկանում եք հիմա, ինչի է բսավոր ես օրինակը, այդ ազնվորության մեջ դա շատ ցայտուն արտահայտված է։ Բոլոր յութական աշխարհում ապրող կենդանի էակների մեջ քիչ թե շատ, գիտակցված թե չգիտակցված, այդ ատելությունը ինքը դրված է։ Հասկանում եք։ Եվ այբ որ այդ Ռուդրայի բաները ջահայնությունից իրանք ուզեցին ամբողջ տիեզերքը կալանել, չէ՞ որ տիեզերքը ինքը ենթարկված լինի միայն այդ ջահայնության էներգիային։ Սա էր, չէ՞, գաղափարը։ Հա? Եվ Տեր Բրահման ինքը շատ անհանգստացած եկավ եւ մենք տեսանք, որ ինքը նորից ինքը Ռուդրային ոչ մի վիրավորական խոսք չասեց։ Հա, մենք անցյալ անգամ կակրած դա քննարկեցինք, չէ՞ որ ինքը նույնիսկ դիմեց իր տղային որպես տղաս, այսինքն ինքը ներքին կապը, որ ես քո ծնողն եմ, ես քեզ կյանք տվողն եմ, ես բարյացակամ եմ քո հանդեպ, հա, բայց հիմա դու քո գոյության մեջ ամեն ինչ որ ծնվում է իրավունք ունի գոյատևի, բայց ամեն ինչ որ ծնվում է ունի իր սահմանները, այս է։ Տեսեք, նյութական աշխարհում ամեն մի որակ, ինչպես Տեր Քրիշտան ինքը կասի 14-րդ գլխում Բհագավադ Գիտայի, չէ՞, ինքը ասում է գոյավիճակները գտնվում են իրար միջև մշտական պայքարի մեջ։ Եվ այդ մշտական պայքարի մեջ իրանք, ասենք, ինչ որ մեկը ինչ որ մի պահ հաղթում է, մեկ տգիտությունն է հաղթում, մեկ կրքերն են հաղթում, մեկ առաքելությունն է հաղթում, բայց ամեն ինչը միշտ ցկտում է մրցակցության եւ հաղթանակի։ Եվ սա նշանակում է, որ ամեն մեկը ինքը չափերը անցնում է։ Հասկանում եք։ Այսինքն նյութական աշխարհը ինքը կարող է լինել ներդաշնակ միայն այն դեպքում, եւ որ ամեն մի սկզբունք ինքը չափի մեջ է։ Ով է այդ չափը որոշողը։ Այդ չափը որոշողը Գերագույն Աստծո անձնավորությունն է։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նշանակել էր Բրահմային, հա? Բրահման, երբ որ իր մեջից ծնվեց Ռուդրան, ինքը Ռուդրային միանգամից ասեց. քո ապրելավայրերն են սա եւ սա։ Իր սերունդները ասի ոչ, մենք այս ամբողջ տիեզերքը ուզում ենք մենք գրավենք։ Բրահմանը եկավ ասեց բանականությունը, եկավ ասեց կներես, այո, ես հասկանում եմ, որ դու նույնպես անհրաժեշտ գործոն ես նյութական աշխարհում։ Բայց ոնց որ չափը անցել եք տղաս։ Չէ, եւ ինքը ուղարկեց Ռուդրային, որպեսզի Ռուդրան ինքը մտնի ճգնությունների մեջ։ Մենք այդ ամենը անցյալ անգամ քննարկեցինք, չէ, եւ այսօրվա մեր տեքստերը իրանք հնչում են այսպես, Մայտրեյան ասաց. Ռուդրան ինքը ստանալով Տեր Բրահմայից այդ ցուցումները, շրջեց իր հոր շուրջը, որը վեդաների բաններ, վեդաների պավիլիցիլ տերներ, հա, եւ արտահայտելով իր համաձայնությունը Ռուդրան ինքը գնաց անտառ եւ սկսեց կատարել այսպես շատ խիստ ճգնություններ։ Այդ ժամանակ Տեր Բրահման, որը ստացել էր իր հզորությունը Գերագույն Աստծո անձնավորությունից, որոշեց արարել կենդանի էակներ, որպեսզի շարունակի իր տոհմը, հա, եւ ծնվեցին 10 իր տղաները։ Այսպես աշխարհում հայտնվեցին 10 երեխաները. Մարիչին, Ատրին, Անգիրան, Պուլասյան, Պուլահան, Կրատուն, Բրիգուն, Վասիշտխան եւ Դաքշան։ 10-րդը ծնվեց Նարադան։ Հա? Ուրեմն
բանը այս թվարկությունը մենք թարգմանությունը եւ թե ինչ են նշանակում այս անունները, սա ինչ սկզբունքների մասին է խոսքը, սա աստծո ողորմածությամբ կքննարկենք վաղը, հա, ու այսօր ես ուղղակի կարդացի, որպեսզի մենք կարողանանք հասկանալ պերսպեկտիվան։ Ուրեմն 20-րդ տեքստը ինքը ինչի մասին խոսեց։ Ինքը խոսեց նրա մասին, որ ուժից հետո գալիս է իմաստությունը։ Եվ սա ինքը շատ հետաքրքիր անցում է։ Այսինքն Ռուդրայի պատմությունը ինքը ավարտվեց նրանով, որ ծնվեց Բրահմայի 10 այս բոլոր ազնվորությունները, որը թվարկվեցին, իրանք նյութական աշխարհում առաքինության հիմքերն են, հա? Այսինքն այնտեղ ծնվեցին Ռուդրան ինքը ծնվեց, հետո Իրանից ծնվեցին իր բաները, իր սերունդները, որոնք ավիրող սկզբունքն էին, հա։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ ոնց որ այդ ջութական աշխարհի բեմահարթակում փոխվեցին բաները, դերակատարները, հա։ Եվ այստեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ այդ դերակատարները դա ուղղակի դերակատարներ չէին, էլի։ Ինքը փոխվեց ջութական աշխարհի արարչագործության սկզբունքը, հա։ Այսինքն սկզբում Տեր Բրահման ինքը փորձեց արարել Ռուդրայի ուժի միջոցով, հա, եւ դրա արդյունքը դարձավ այն, որ նյութական աշխարհը ինքը համարյա թե կանգնեց ոչնչացման եզրին։ Հիմա Տեր Բրահման ինքը սկսում է արարել իմաստության հիմքի վրա։ Եվ սա իրականում շատ կարևոր, շատ խորքային հոգեբանական անցումի մասին է խոսքը։ Ուրեմն, 20-րդ տեքստում Մայտրեյան ինքը ասաց. ստանալով Տեր Բրահմայից հրահակ։ Հա, եւ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք նկատենք, թե ինչպես իրեն պահեց ինքը Ռուդրան, որը ջղայնության մարմնավորումն է։ Ինքը չփորձեց վիճել իր հոր հետ։ Ինքը չնեղացավ իր հոր հետ։ Ինքը չփորձեց ապացուցել, որ ինքը ճիշտ է։ Հասկանում եք։ Եվ մեր առաջ հիմա այդ Ռուդրայի պահվածքի մեջ, թե Ռուդրան ինքը ոնց ընդունեց Տեր Բրահմայի նկատողությունը, չէ՞։ Մեր առաջ հիմա կանգնած է, այստեղ հիմա շատ կարևոր է։ Տեսեք, կրոնականությունը մեր ժամանակներում խոնարհություն է առաջարկում աղքատներին, կոպիտ ասած, աղքատներին բոլոր իմաստներով, կամ հոգևոր աղքատներին, կամ նյութապես աղքատներին, խոնարհություն է առաջարկում, հա, ինչու, որովհետև իրանք ուժ չունեն ինչ-որ մի բան այս աշխարհում պնդել իրանը, պնդել իրանցը, ռեսուրս չունեն։ Հիմա Տեր Բրահմայի առաջ կանգնած է Ռուդրան, որը ինքը ահռելի ուժի տեր է, չէ, որի ղեկավար իր անուններից մեկը դա Կալան էր, այսինքն որ ժամանակը նույնիսկ ինչ-որ մի ասպեկտով, երբ որ ինքը սկսում է ինչ-որ բան ոչնչացնել, դա հենց ինքը Ռուդրան է, չէ։ Եվ մենք տեսնում ենք, որ ինքը նորից եմ կրկնում, ոչ հանդիմանեց հորը, ոչ նեղացավ իրանից, ոչ փորձեց վիճել հոր հետ, ոչ փորձեց ինչ-որ արդարանալ, չէ, եւ սա զարմանահրաշ օրինակ է, երբ որ խոնար է նա, ով որ ուժ ունի։ Հասկանում եք, այդ դրա համար եմ ես, չէ, ասենք ամենասկզբում ձեզ հետ քննարկում եմ, չէ, շատ, որ արիացիները իրենց հասարակության մեջ էին թողնում գոյություն ունենա միայն եւ միայն այն ազնվորություններին, որոնք 5 որակներ ունեին։ Ես դա կոչում եմ արիացու հիմնային որակներ։ Այդ որակների մասին խոսում է Գերագույն Աստծո անձնավորությունը Բհագավադ Գիտայի 13-րդ գլխի 8-ից 12 տեքստերում։ Ինքը հենց այդ որակներից է սկսում։ Ինքը ասում է խոնարհություն, համեստություն, բռնությունից ազատ վիճակ, համբերություն, պարզություն, սա է։ Հա, սա է այն 5 որակները, ինքը ասում է, որը ես հայտարարում եմ գիտելիք։
շատ խորքային տեքստ է այս, շատ խորքային տեքստ է այս տեքստը։ Հասկանում եք, որտեղ Բhagavad Gita-ն Տեր Քրիշնան ինքը ասում է, խոսում է նրա մասին, թե ով կարող է ընդհանրապես համարել իրեն արիացի։ Ընդհանրապես մնացած խավերին վերաբերվող որակները դրա մասին ընդհանրապես չենք ձեռք տալիս։ Այլ որ պրոստը ինքը մտնի շնչի այդ կայսրության մեջ։ Ինքը ինչ որակներ պիտի ունենա, անկախ նրանից ինքը սովորական մարդ է, թե թագավոր։ Իմաստուն է, թե ալիգարխ, ոչ մի կապ չունի։ Բոլոր արիացիները պիտի ունենային խոնարհություն։ Այսինքն, ինչ է սա նշանակում, որ ամեն մեկը ինչ ուժի էլ ուզում է ինքը տիրապետի, իր ուժը պիտի պահի Գերագույն Աստծո անձնավորության ղեկավարության տակ։ Հասկանում եք, եւ միայն դա է, որ կարող է երջանիկ հասարակություն ստեղծել, որտեղ նյութական աշխարհում նախանց կենդանիակները իրանք ուժ են կուտակում, որ կակրած այդ ուժը չարաշահեն։ Հասկանում եք, չէ՞ օրինակ ասենք հիմա մենք ազգովի ինչի առաջ ենք կանգնած։ Չէ՞ որ մեր առաջ կանգնած է եղել ազգություն, որը ինքը ահա որ մտածված գործող անձնավորություն է, որը ինքը իր ազգային պլանները ուներ հազարամյակների մեջ։ Ինչ ենք արել մենք, ինչու ենք տանուլ տվել, ինչու ենք հայտնվել այն վիճակում, որ վիճակում մենք հիմա կանք եւ ոչնչացման եզրին ենք։ Եվ ոչ մի կերպ չենք կարողանում ընդունել, պարում ենք, երգում ենք, լալա ենք ասում, չենք կարողանում ընդունել պահի լրջությունը։ Ինչու, որտեվ ենթագիտակցությունը, այո, իհարկե ինքը դիմադրում է, չի ուզում ընդունի, որ 3 վայրկյան հետո ինչի մեջ ենք մենք հայտնվելու։ Արդեն անկախ ամեն ինչից, ով ուզում է ղեկավար լինի, ով ուզում է ղեկավար չլինի, ոչ մի դեր չի կատարելու։ Մենք հայտնվել ենք մի հատ ողորմելի վիճակում, որտեղ ոչ մի ուրիշ խնդիր չի լուծվում, լուծվում է ընդամենը մի խնդիր է, ում մենք հասնելու, այսինքն ով է մեզ հոշոտելու։ Ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Ինչու՞, եք այսքան ողորմելի վիճակում հայտնվել։ Որովհետև չարաշահում կա։ Միշտ չարաշահում է եղել։ Որովհետև ոչ մի բան չի արվել, որ հզորանա, հզորացվի։ Իսկ ինչու՞ չկա, որովհետև մեր թշնամին ինքը միշտ մեր մեջ է ապրել։ Հասկանում եք, այդ ինչ որ կոչում են դավաճանների եսի միջեր, մեր թշնամին ինքը հենց մեր մեջ է ապրել, բայց մենք չենք կարողացել հասկանանք, որ ինքը հայ չի, որտեղ ինքը լուծվել է մեր մեջ։ Անցել է ժամանակ, եւ այդ բանը, որ այքը սա է, մենք այսա հայ է, դա վերացել է։ Եվ ինքը հայ ընկալվելով այստեղ պիտնավարի ասեմ, էլի կներեք, մեր հելնանից էլ թողել է։ Ինչու է դա հնարավոր դարձել։ Ինչու չեք կարողացել ընդհանրապես մենք չենք կարողացել դիմադրել խորամանկությանը։ Ոչ թե ուժին, այլ խորամանկությանը չենք կարողացել դիմադրել, որը այսօր մեզ բերել է այն իրականության առաջ, որի առաջ մենք կանգնած ենք, երբ որ մենք գենոցիդ ապրած ազգ կարող ենք պատասխան տալ նրա համար, որ գենոցիդ ենք արել։ Հասկանում եք։ Չէ՞, այդ դա, որովհետև ուժը չարաշահվում է։ Հիմա մենք ձեզ հետ շփվում ենք իրական արիացիների հետ, որտեղ կիսաստվածները իրանք արիացի են։ Հասկանում եք։ Թե տեսեք, ինքը ահռելի ուժի տեր է։ Բայց ինչ խոնարհությամբ ինքը ընդունեց իր հոր հրահանգը։ Չէ՞։ Տեսեք, ինչ ասվեց, ընդհանրապես արիացիները այդպիսի սովորություն ունեն, որ իրանք երբ որ ուզում են
մեծագույն հարգանք ցույց տան մարդուն, իրանք այսպես մարդու շուրջը մի շրջան պտտվում են կամ 3 շրջան պտտվում են, հա? Ինչ եմ ուզում ասել, որ մենք քեզ հարգում ենք բոլոր կողմերից, հա? Այսինքն իմ հարգանքը քեզ դեմքից, սա նշանակում է դեմ առ դեմ ես երբեք քեզ դեմ դուրս չեմ գա, հա? Հիմա իմ հարգանքը քեզ մեջքից, այսինքն երբեք ես ինձ թույլ չեմ տա քո մեջքի հետևից ինչ-որ գործողություններ կատարեմ, հասկանում եք, սա ինքը շատ հին բան է, էլի, արարողություն է, որ արիացիները հենց դա էին ասում, էլի, որ ես քո համար անվտանգ ազնվորություն եմ եւ բոլոր կողմերից քեզ հարգում եմ, ես ընդունում եմ քո հեղինակությունը եւ ընդունում եմ քո ուսուցումները, արիացիները իրանք սովորաբար պտտվում էին մեծերի շուրջ, երբ որ մեծերը իրանք գալիս էին ինչ-որ մի հատ ուսուցում տալու համար, ուղղելու համար, շտկելու համար, որ այս սխալ ես անում, այսպես արա, չէ, ու երբ որ փոքրը ինքը ընդունում էր դա, ինքը այսպես ձեռքերը խոնար, այսպես արած, պտտվում էր այդ մեծի շուրջ, որ ոչ դիմացից, ոչ հետևից, ոչ կողքից, ոչ ձախից, ոչ աջից, ես ինձանից ոչ մի վատ քայլ չսպասես, այսինքն որովհետև ինչու, չէ, որովհետև մարդը ինքը եթե չի ընդունում մեծի ասածը, չէ, ինքը իր ներսում դառնում է խորամանկ ազնվորություն եւ ինքը կարող է դիմացից մեծին ժպտալ, ցույց տալ, որ ինքը ամեն ինչ ընդունել է, չեմ անում էսի արել է արել, բայց հետո մեջքից արհամարել, մեջքից լրիվ ուրիշ քայլեր անել եւ մեծը ինքը տեսնելով այդ դեմքից հարգանքը մտածի, որ ամեն ինչ նորմալ է, բայց հետո մեկ էլ մի հատ այնպիսի իրականության առաջ կանգնի, որ մնա զարմացած, թե իր մեջքի հետևում ինչեր են արվել։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է եւ շատ գեղեցիկ մշակույթ է արիացիների, հա? Այսինքն Ռուդրան հիմա հենց նոր ստեղծել էր անձնավորություններ, որոնք իրանք փորձ էին կատարում կուտան տիեզերքը, բայց ինքը Ռուդրան, ինքը մնացել է Տեր Բրահմային հարգող, հա, նրա կարծիքի հետ հաշվի նստող անձնավորություն։ Հա, եւ ասենք, եթե մենք հոգեբանության տեսանկյունից ենք մանանում, չէ, ուրեմն այստեղ ինչի մասն է խոսքը։ Տեր Բրահմանը եկավ, ասեց դու ինչ որ սխալ բան ես արել, ինչ որ սերունդներ ես ունեցել, որ տիեզերքը կանգնացրել են ոչնչացման առաջ, չէ։ Հոգեբանորեն սա ինչ է ուզում մեզ ասի արիացին։ Ինքը ասում է ուժեղ մարդը ինքը տարբերվում է ոչ թե նրանից, որ ինքը երբեք չի սխալվում։ Ինքը տարբերվում է նրանով, հա, որ ինքը միշտ պատրաստ է ընդունել իր սխալը ուղղելու ձևը։ Հա, եւ տեսեք, Մայտրեյան ինքը Տեր Բրահմայի մասին ասեց ինքը Վեդաների Պավիլիցիլ Վեդ, էլի, այդ Վեդաների բանն է, հեղինակությունն է, չէ՞։ Այսինքն Տեր Բրահման ինքը այստեղ ներկայացվում է ոչ թե ուղղակի որպես հայր, որը ինչ-որ մի հատ կապրիզնի ցանկություն ուներ, հա, այլ ինքը ներկայացվում է որպես գիտելիքի կրող։ Սրա համար է, որ Ռուդրան ինքը այդքան խոնարհ վերաբերվեց, չէ՞։ Եվ դրա համար Ռուդրան ինքը գլուխ խոնարհեց գիտելիքի իշխանության առաջ։ Ինքը գլուխ խոնարհեց իմաստության առաջ, չէ՞։ Եվ Տեր Մայտրեյան շարունակեց արտահայտելով իր համաձայնությունը։ Սա տեքստի մեջ տրամադրության տեսանկյունից ամենագեղեցիկ արտահայտությունն է։ Ինքը, այսինքն հասկանում եք, ինքը ստեղ ինչի մասն է խոսքը, չէ՞, որ ինքը ոչ թե բան արեց, էլի, չենթարկվեց արտակնապես կամ ենթարկվեց արտակնապես, բայց ներսից մնաց չբավարար, որտեղ իրան ինչ-որ չթողեցին, որ ինքը ինչ-որ մի բան անի, իր բնության համաձայն, չէ՞։ Այդ որ ասեց արտահայտելով իր համաձայնությունը, տեսեք, օրինակ ասենք, մեծին կարելի է հարգել այսպես, ինքը ինչ-որ մի բան ասի մեզ, մենք ասենք, դե ես քո հետ համաձայն չեմ, բայց որտեվ դու իմ ծնողն ես, ես կանեմ նենց ոնց որ դու ուզում ես։ Ես ներքինից մնացի անհամաձայնության մեջ իմաստության հանդեպ, հա, իսկ այստեղ ասում է, որ
Ռուդրան ինքը ներսից էր համաձայն, և սա ահռելի տարբերության մասին է խոսքը։ Հասկանում եք, երբ որ մարդը ինքը արտաքինից համաձայնություն է տալիս, բայց ներքինից համաձայն չի, սա ցանկացած իրավիճակի մեջ լարվածություն է ստեղծում, և այդ անձնավորությունից, որը ինքը ներքինից մնաց անհամաձայն, չէ, կարելի է սպասել ցանկացած քայլ։ Հասկանում եք, իսկ երբ որ խոսքը գնում է այդ ներքին համաձայնության մասին, ներքին համաձայնությունը իմաստության հետ կարող է ստեղծել միայն աճ։ Եվ Ռուդրան դա հասկանալով, ինքը ուղղակի վեր կացավ, ներքին համաձայնության վիճակով թողեց գնաց անտառ։ Հիմա, եթե մենք նայում ենք արիացիների գրականության կամ սուրբ գրվածքների ժառանգության մեջ սիմվոլիկայի տեսանկյունից, անտառը դա այն վայրն էր, որտեղ հեռանում էին ճգնավորները։ Ինչի համար? Իրանք հեռանում էին այնտեղ իմաստություն ձեռք բերելու համար, գյալիները, իմաստություն ձեռք բերելու համար էին հեռանում։ Եվ այսա, որ Ռուդրան ինքը գնաց անտառ, ինքը հիմնականում նշանակում է, որ ինքը գնաց այդ ներքին աշխատանք կատարելու։ Ինքը գնաց խորասուզվելու իր մեջ, որպեսզի այն ինչի մեջ, որ իրան կշտամբեց իր հայրը, ինքը դա ուղղի։ Այսինքն ինքը այդ ներքին ակտիվությունից հեռացավ, որպեսզի խորասուզվի իր մեջ։ Այս սա է, հասկանում եք, այս սա է այն գործոնը, որը մեր ժամանակներում հոգևոր մարդկանց, ոնց ասեմ էլի, եկեք սրտից ասած թիվը ասեմ, 90%-ը չի կարողանում վերցնի։ Հասկանում եք, 90%-ը գտնվում է ներքին այդ ձևականության մեջ, երբ որ իրան ինչ-որ մի բան է ասվում, ինքը արտաքինից դա վերցնում է, սկսում է անել, որ ստեղծի այնպիսի տպավորություն, որ ինքը ինչ-որ ներքինից հարց է լուծել, բայց իր ներքինից միշտ մնում է կեղծարար, երկերեսանի, որովհետև ներքինից ինքը համաձայն չի իմաստության հետ։ Իսկ ինչու համաձայն չի, որտեղ իմաստությունը միշտ չի, որ բաները խրախուսում է մեր էգոիզմը, երբ որ այդ իմաստությունը գալիս է մեր էգոիզմը սանձելու համար, այդ էգոիզմին ինչ-որ ճիշտ ուղղություն տալու համար, սովորական մարդու մոտ դա միշտ ներքին ընդդիմություն է ձևավորում։ Եվ այդտեղից են, այս կետից են ձևավորվում հոգևոր դաշտում կեղծարարները։ Ուրեմն Տեր Ռուդրան ինքը հեռացավ արտաքին ակտիվությունից, խորասուզվեց իրան, գնաց այնտեղ այնպիսի վայր, որտեղ ինքը կարող է խորասուզվել իր մեջ, եւ տեքստը ավարտվեց նրանով, որ ասվեց եւ ինքը սկսեց իրականացնել խիստ ճգնություններ։ Այսինքն Ռուդրայի պատմությունը ինքը ավարտվում է հրաշալի կերպով։ Ռուդրան ինքը ավիրող է։ Եվ ինքը սկսեց ոչ թե ավիրել աշխարհը, այլ ձևափոխել ինքն իրան։ Այսինքն ջղայնությունը, ավիրող սկզբունքը, ինքը իրան հավաքեց արտաքին աշխարհը ավիրելուց եւ գնաց իրան ներքին աշխարհ, պատկերավոր ասենք, որպեսզի հասկանա, ես ինչի է այսքան ուզում այս աշխարհը ավիրել։ Հասկանում եք։ Եվ սա ինքը ես նույնիսկ դժվարանում եմ խոսամ նրա մասին, թե ինչ կարևորության process նկարագրվեց 20-րդ տեքստում։ Կարծում եմ, որ այս ամեն ինչի շուրջ պետք է շատ լուրջ մտածել, որովհետև այո, տեքստը մեզ հետ հանակ չի անում։ Ինքը ամենայն լրջությամբ ասեց, այ էստեղ է որոշվում։ Էստեղ է որոշվում,
դու իրական հոգևոր ես դառնալու, թե այս պահից, այս տեքստից հետո դեմքի դիմակ ես հագցնելու, ձևացնելու ես, որ հոգևոր ճանապարհով ես գնում, որպեսզի թաքցնես ներքին ցանկությունդ այս աշխարհը ավիրելու եւ սեփական կամքիդ ենթարկելու։ Եվ կարծում եմ, որ շատ լուրջ աշխատանք պիտի վարվի այս տեքստի շուրջ։ Ես բոլորիդ հաջողություն եմ ցանկանում այս թեմայի մեջ եւ հուսով եմ, որ կմոտենանք հաջորդ տեքստին մի քիչ այլ բանով։ Ես միտումնավոր վաղը ձայնագրություն չեմ անի, որպեսզի գոնե մի օր ժամանակ տրամադրեմ ձեզ աշխատելու այս տեքստի հետ։ Եվ այսօր այսքանը։ Ստեսություն։